Հնդկաստանում ԱՄՆ դեսպան հարավային և կենտրոնական Ասիայի հարցերով Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորը Բիշքեքում կայացած բիզնես ֆորումում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը գիտակցում է կենտրոնական Ասիայի կարևորությունը, այդ թվում համաշխարհային կապակցվածության տեսանկյունից։ Գորի խոսքով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պատմական գագաթնաժողովից ի վեր ամերիկյան կողմը խթանում է TRIPS-ի նախագիծը։ Այն կօգնի կենտրոնական Ասիայից հարավային Կովկասով դեպի արևմուտք տարանցիկ անխափան կապ ապահովել, մանրամասնել է դեսպանը։ Նրա խոսքով դա պատմական քայլ է ուժեղ փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Աբու Դաբիում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները։ Հանդիպումն անցնում է փակ ձևաչափով։ Ուկրաինական թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովը տեղեկացրել է, որ եռակողմ շփումներից հետո աշխատանքները կշարունակվեն առանձին խմբերի մակարդակով։ Ենթադրվում է, որ օրակարգում է հիմնականում տարածքների հարցը, որով կողմերին չի հաջողվում փոխզիջման հասնել։ Կրեմլից հայտարարել են, որ խաղաղ կարգավորման դուռը բաց է, սակայն ըստ Դմիտրի Պեսկովի գործընթացը խոչընդոտում է Կիևը։ Ուստի ռուսական կողմը շարունակելու է ռազմական գործողությունները, հավելել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Պեսկովը նաև շնորհակալություն է հայտնել ամերիկացի բանակցողներին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղված ջանքերի համար։ Բանակցություններին ընդառաջ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել էր ուկրաինական էներգահամակարգին Ռուսաստանի զանգվածային հարվածները, հայտարարելով, որ Մոսկվան կասկածի տակ է դնում ձեռնարկվող դիվանագիտական գործընթացները։ Նշենք, որ Մոսկվան Թրամփի խնդրանքով մեկ շաբաթով մինչև փետրվարի 1-ը դադարեցրել էր Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները։ Ակնկալում ենք ռուսական վերսկսված հարվածներին Միացյալ Նահանգների արձագանքը, շեշտել է Զելենսկին։ Վաշինգտոնից պատասխանել են՝ Պուտինը կատարել է իր խոստումը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական կողմը մեկ շաբաթ չի թիրախավորել Ուկրաինայի էներգահամակարգը և դա էլ արդեն մեծ ձեռքբերում է։ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունները, որ Հնդկաստանը կարող է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Նրա խոսքով Կրեմլի համար նորություն չէ, որ Հնդկաստանն այլ մատակարարներ էլ ունի։ Նյու Դելին միշտ այլ երկրներից էլ է այդ ապրանքները գնել, հավելել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Նյու Դելին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի ներկրումը և ավելի շատ նավթ գնել Միացյալ Նահանգներից, ինչպես նաև Վենեսուելայից։ Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է ԱՄՆ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի մասին, որով Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 25%-ից կնվազեցնի մինչև 18%։ Նարենդրա Մոդին հաստատել է մաքսատուրքերի մասին հայտարարությունը, սակայն չի մեկնաբանել ռուսական նավթից հրաժարվելու վերաբերյալ պնդումը։ Մոսկվայից էլ հայտարարել են, որ հնդկական կողմից դեռ որևէ հայտարարություն չեն լսել ռուսական մատակարարումները դադարեցնելու մասին։ Ռուսաստանի և Չինաստանի նախագահները տեսակապի միջոցով բանակցություններ են անցկացրել։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անկախ գլոբալ զարգացումներից Պեկին-Մոսկվա հարաբերություններն անշեղորեն զարգանում են բոլոր ոլորտներում։ Օգտվելով առիթից թույլ տվեք ասել, որ աջակցում եմ Չինաստանի և Ռուսաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, սոցիալ-տնտեսական բարգավաճումն ապահովելու մեր համատեղ ջանքերին, մեր սեփական զարգացման ուղին ընտրելու իրավունքին, շարունակել է Կրեմլի ղեկավարը։ Նրա խոսքով Ռուսաստանը և Չինաստանն ամբողջ աշխարհին ցույց են տվել իրենց համերաշխությունը։ Պուտինը գոհունակություն է հայտնել, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, զարգանում է գործակցությունը բարձր տեխնոլոգիաների բնագավառում։ Ռուսաստանը Չինաստանի էներգետիկ առաջատար մատակարարն է։ Սի Ցզինփինն էլ ընդգծել է, որ Մոսկվան և Պեկինը շարունակում են մշակել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հավակնոտ ծրագրեր, քննարկում են կարևոր ռազմավարական հարցեր։ Մեր երկրները վճռական են պաշտպանելու երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և միջազգային արդարությունը, նշել է Չինաստանի նախագահը։ Սիի խոսքով Պեկինը պատրաստ է ավելի բաց լինել արտաքին աշխարհի համար, զարգացման նոր հնարավորություններ ներկայացնել տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանին։ Դիանա Գասպարյան, լուրեր։